28 հունիս 1995-ին Մեծիդան Գիլիգիո կաթողիկոսության պատմության մեջ նոր էջ մբացվեցավ կաթողիկոս ընտրությամբ Լիբանանի հայոց առաջնորդ գերաշնորհ Տեր Արամ arczepiskopos Քեշիշյանի։ Անցնող 20 տարիները Մեծիդան Գիլիգիո կաթողիկոսության կյանքը, վկայությունը, ծառայությունն ու առաքելությունը լեցվեցավ, արժևորվեցավ ու հարստացավ կարևոր իրագործումներով, կրոնական, կրթական, մշակութային, բանջարդիրական, շինարարական, թեմական, միջեկեղեցական, հարաբերական եւ այլ բնագավառները ներս։ Անցնող 20 տարիները նորին Սուրբ Օծություն Տեր Արամ առաջին կաթողիկոսին բնորոշումով եղան, հավատքի առաքելության ու ազգային ծառայության տարիներ։ Արտարև, մարդկային կյանքի մեջ իրագործումները հեշտ չեն, անոնք կենթադրեն խորունկ հավատք, ամբողջական նվիրում, գիտակից հանձնարարություն ու վառ դեսիլք։ Այս հանձնարարությամբ ու նպատակասլաց ջիկով Վեապար Հայրապետը ծառայեց մեր ժողովրդին ու կշարունակե ծառայել վերանորոգ հավատքով, իր շուրջ ունենալով նվիրյալ միապանություն, ազգային ապրումներով լեցուն ժողովականություն եւ թեմական գազմագերբ գառույցներ։ Բարձ ու համեստ մանկություն ունեցավ Վեապար Հայրապետը նախկին անունով Պետրոսը, ինչպես հայոց ցեղասպանության են ժողովրդած մեր ընտանիքները Բեյրութի հյուղավանի մեջ։ Բացարիք հաջողությամբ ավարտել է ետք ասկային Մեսրոբյան վարժարանը 13 տարեկանին Պետրոսը գտնվի Անտիլիասի Տբրևանքը։ Նախ Տբրևանքի ժառանգավորած եւ ապա ընձայարանի բաժինները հաջողությամբ ավարտել է ետք 1965-ին Սարգսակ եւ 1968-ին 21 տարեկանին ափեղա գցերնատրվի եւ գվերագոչվի Արամ անունով։ 1968-ին 78 երկարող դասնամյակը Արամ ափեղային ու ապա Վարդապետին կյանքը գլեցվի վանական ծառայությամբ, միջեկեղեցական գործունեությամբ եւ համալսարանական ուսումով։ Իր ծառայական կյանքի այս 3 տարածքներն առնչված աշխատանքները Արամ Վարդապետ միասնապար կգադարե դենթակին ու հետևողական ջիկով։ Այսպես Անտիլիասի մայրավանքի մեջ հաջորդապար կստանցնե Գավազանագիրի Մարդիկյան վարժարանի հսկիչի, Տբրևանքի ուսուցիչի եւ հսկիչի միջեկեղեցական հարաբերությանց ընդհանուր քարտուղարի պաշտոնները։ Միաժամանակ Վեապարը համալսարանական ուսումը կշարունակե Մերձավոր Արևելքի աստվածաբանական ջեմարանին, ապա Բեյրութի ամերիկյան համալսարանին, որն է ետք Ժնևի Ինստիտուտ Էկումենիկ եւ հետագային Նյու Յորքի Ֆորդեմ համալսարաններու մեջ միաժամանակ 2 տարիներ դասավանդելով Հայգազյան համալսարանեն ներս եւ ուսումնասիրական աշխատանքներ կատարելով Օքսֆորդի համալսարանի մեջ։ Այս բոլոր աշխատանքներուն առընթեր Արամ Վարդապետ իր կորձոն մասնակցությունը կբերե միջեկեղեցական շարժումին, Մեծիդան Գիլիգիո կաթողիկոսությունը ներկայացնելով միջեկեղեցական ժողովներուն ու համակումարներուն թե Միջին Արևելքի եւ թե միջազգային մագարտակներու վրա։ հոկտեմբերին Ամերիկայի մեջ իր դոկտորայի թեզին վրա աշխատող Արամ Վարդապետը
գնդրվի Լիբանանի հայոց առաջնորդ։ Հայր Սուրբը անմիջապես կվերադառնա եղբայրասպան գրիվներու մեջ ընկղմած Լիբանան։ Իր քերություններու մեջ դեղն է Նյու Յորքեն իր վերադարձը եւ առաջնորդի պաշտոնը ստանցնելուն ակնարկելով Արամ Վարդապետ գկրե. «Ինչ վիճակ բուրչամուդեն ներս, ամայություն, թադարգություն ու անորոշություն»։ Այս պայմաններում մեջ առաջնորդական ծառայության գոչված Արամ Սրբազանը բարձրակույն աստիճանի աշխատասիրությամբ, նվիրումով ու իմաստությամբ կծառայե Լիբանանի հայության։ Մայիս 1989 երեգոյան ծայրակույն վարդապետի աստիճան կստանա, իսկ հաջորդ օրը եպիսկոպոսական օծում։ Որպես առաջնորդ Սրբազանին ծառայության տարիները թյուրին չեղան, հաջախակի ռմբագործումները, արևանքումները, սպանությունները, տնտեսական տագնապներն ու արտագաղթը միշտ շրջապատեցին Լիբանանի հայ քաղուքը։ Այս տագնապալից զգացության մեջ Արամ Սրբազանը դարձավ մնայուն ներկայություն ժողովրդի կյանքեն ներս։ Հաջախակի այցելություններ տվավ մեր եկեղեցիներուն, դպրոցներուն ու ակումբներուն, հավատք ու հույս ներշնչեց մեր ժողովրդի զավակներուն, հատկապես հայկական թաղերուն հսկող մեր երիտասարդներուն, հանդիպումներ ունեցավ մյուս համայնքներու պատասխանատուներուն հետ եւ առավելյակույնը ըրավ, որբեսի մեր գառույցները մնան գանկուն, չադակովը հանդիսացավ մեր ժողովրդի միասնականության եւ Լիբանանի հայության միագամ գեցվածքին, թե համայնքային եւ թե քաղաքական շրջանակները ներս։ Հազարներ 95-ի հունիսին եւ նույն դարվույն հուլիսի մեկին Վեապար Հայրապետին ընդրությամբ ու օծումով հոգևոր ու ասկային վերազարթոնքի նոր շրջանը պիտի բացվեր Գիլիգյան Սուրբ Աթորին կյանքեն ներս։ Արդարև Գիլիգյո թարավոր ու պատմական աթորին կբարձրանար օդար եկեղեցիներու ծանոթ, միջազգային հարաբերություններու ծիրեն ներս հարուստ փորձառություն ցերծկատ, համալսարանական բարձր ուսումով հարուստ, մեր ժողովրդի մտահոգություններուն, տագնապներուն ու ցկդումներուն ծանոթ եւ իր թեմական ծառայությամբ ինքզինք իրագործած հոգևոր մշակումը լայն գարելիություններով ու հզոր կարողականությամբ օժտված։ Իր գաթոյգոսական կահպարցանալեն ետք Վեապար Հայրապետը ըսավ. Իմ ժողովուրդս ի Հայաստան, Արցախ եւ սփյուռս աշխարհի գտիմակրավե ահավոր դժվարություններ, սա նվիրական բահում մեր կյանքի ներկա պայմաններու հրամայականին դիմաց եւ ականջալուր մեր պատմության ցայնին սրդիս փոխանցակ զորությամբ գսեմ ամփոխչական ու հանցնարու ծառայություն նույն եւ մեկ եկեղեցվո, նույն եւ մեկ ազգին եւ նույն եւ մեկ հայրենիքին։ Կհավատամ ով դեր, թե այս է կուպատկամըտ ինձի նորաոց խոնար ծառայից, որ այսօր կվերանորոք է իր ուխտը ամփոխչանվեր ու անսագակ ծառայության։ Այլ արիթով մսավ. Ես իմ ծառայական տարիները ըսելիքներով պիտի չլեցնեմ, այլ տնելիքներով պիտի հարստացնեմ։ Եվ այդպես ալ եղավ։ Անցնող 20 տարիները այս աթորի պատմության մեջ լեցվեցան բազմաթիվ ու բազմազան իրագործումներով։ Միապանական կյանքի վերագազմագերբումը ու վերաշխուժացումը դարձավ Վեապար Հայրապետին առաջնահերթ մտահոգությունը։ Այս տիրեն ներս
անհադուկ կարևորություն տվավ թբրևանքին, վերաշեշտելով անոր առանցքային թերը մարդուժի պատրաստության մեջ։ Միապանությունը ունեցավ իր կանոնակրությունը, իր ներքին կյանքի մոդեն հետևող դնորեն ժողովը, միապանական ընդհանուր ժողովը, միապաններ, վանական ու թեմական պաշտոնները ստանձնեցին, ոմանք համալսարանական ուսման արագվեցան եւ այսօր փաստորեն միապանության թիվը գրկնապատկված է եւ միապաններ վեապար հայրաբեդին օրինագով նվիրումով գծարային բանկեն թեթեմերեն ներս միջ կրոնական ու միջ եկեղեցական համակումարներուն։ Մեծդան գիլիգյո միապանությունը որագով թե կանագով աճման ընթացքի մեջ է։ Հովաբեդական այցելությունները թեմերուն առանցքային դեղ գրավեցին վեհապար հայրաբեդին քաղաքալության ընթացքին։ Արդարև, մեկ ավելի անգամներ նորին սրբությունը այցելեց մեր թեմերը։ Վեհապար հոր այցելությունները լեցվեցան հանդիպումներով, այցելություններով, պատկամներով, եկեղեցիներու օձումով, գրթական կետրոններու հիմնարկեքով։ Հովաբեդական այցելությունները արիթ հանդիսացան, որ առավել եւս շեշտվի վեապարին հաջախագի հիշեցումը, թե Մեծդան գիլիգիո գաթողիկոսությունը Սոսկ Անտիլիասի գաթողիկոսարանը չէ, այլ միապանության թեմերու եւ ժողովական գառույցներու ամբողջությունն է։ Թե թեմական այցելություններու ընթացքին եւ թե այլապես վեապար հայրաբեդը բազմաթիվ հանդիպումներ ունեցավ հոգևոր բեդերու, նախագահներու, վարչապետներու եւ բարձրաստիճան pedagogan ու քաղաքական անձնավորություններու հետ, թե Միջին Արևելքի, թե Եվրոպայի եւ թե Ամերիկայի մեջ։ Այս հանդիպումները արիթ հանդիսացան վեապար հայրաբեդին ընդհանրապես հայ եկեղեցվո ու հատկապես Մեծդան գիլիգիո գաթողիկոսության առաքելության անդրադառնալու, մեր ժողովրդին բանջադիրության մասին խոսելու, ինչպես նաև դվյալ երկրին հայ համայնքին առնչված հարցեր քննարկելու։ Միջ եկեղեցական եւ միջ կրոնական հարաբերությունը, երկխոսությունն ու կորձակցությունը վեապար հայրաբեդին կյանքին ու ծառայության կարևոր բնակավարներեն մեկը եղավ իր վարդապետական դարիներեն սկսյալ։ Արդարև վեապար հայրաբեդը բազմազան ու այլազան համակումարներու, համաժողովներու եւ գիտաժողովներու կորձոն մասնակցությունը բերած է աշխարհի բոլոր կողմերը։ Հաջախագի երբով անհրավիրված է որպես գլխավոր դասախոս եւ ադենաբեդ։ 1991-ին մինչև 2006 եկեղեցիներու համաշխարհային խորհրդի պատմության մեջ վեապար հայրաբեդը դարձավ առաջին ուղղափառ հոգևորականը եւ ամենեն երդասարդ անձը ընտրվելու ու ապա վերընտրվելու եկեղեցիներու համաշխարհային խորհրդի գետրոնական ու կորձատիր վարչություններու ադենաբեդի բարձրագույն պաշտոնին։ Նորին սրբությունը նաև երկու շրջաններու նախագահ ընտրվեցավ ու ապա վերընտրվեցավ Միջին Արևելքի եկեղեցիներու խորհրդին։ Ան նաև անդամակցած է եւ երբեմն նախաձեռնող եղած է
միջեկեղեցական շարք մարմիններու։ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հզորացումը, Հայաստան-Սփյուռք Ղարաբաղ գործակցության ամրացումն ու ծավալումը վեապար Հայրաբեդին գլխավորությամբ Մեծիդան Գիլիգիո գաթողիկոսության առաքելության մեջ հadouk տեղ գրավեցին։ Այո, Ղարաբաղը շարունակությունն է Հայաստանին։ Այո, Սփյուռքը շարունակությունն է Հայաստանին։ Ամբողջական հայություն։ Մենք պիտի փոլորվենք Հայաստանի շուրջ, Հայաստանը նկատելով մեր կյանքին ամեն բանը վեր, մեր սրբություն սրբոցը, Հայաստանի հզորացումը, Հայաստանի անկախության ամրապնդումը, յուրաքանչյուր հայում և ամբողջ հայության կյանքի նշանաբանը, կյանքին ճանապարհը պետք է դառնա։ Համահայկական հիմնադրամի եւ Հայոց ցեղասպանության կենտրոնական անձնախումբի եւ Հայաստանի Պետության նախաձեռնած ծրագիրներու մեջ Սուրբ Աթորին կորձոն մասնակցությունը, Ղարաբաղի մեջ նոր Գիլիգիակոյի ծրագրի նախաձեռնությունը, բերջախոս վկայություններն են վեապար Հայրաբեդին առաջնորդությամբ Մեծիդան Գիլիգիո գաթողիկոսության կորձոն մասնակցության Հայաստանի հզորացման աշխատանքներուն։ Հայ եկեղեցու ներքին միասնականությունը նոր շեշտ ու ծավալ ստացավ վեապար Հայրաբեդին չանկերով։ Ինչպես երջանկահիշադակ Կարեքին առաջին գաթողիկոս օձումը գդարած էր Արամ առաջին գաթողիկոսին, այնպես էլ Արամ առաջին գաթողիկոս օձումը գդարեց Կարեքին երկրորդ գաթողիկոսին։ Սա եզակի երևույթ մներ հայ եկեղեցու պատմության մեջ։ Անտիլիաս Էջմիածին կորձակցությունը, որպես հայ եկեղեցու միասնականության կորձնական արտահայտություն, ավելի շեշտվեցավ 2001-ին Հայաստանի մեջ քրիստոնեության pedagogan գրոն հռչակման 1700-ամյակի միացյալ նշումով, 2013-ին երկու աթոռներու եպիսկոպոսներու մասնակցությամբ եպիսկոպոսական ժողովի գումարումով երկու վեապար հայրաբեդներու նախագահությամբ եւ 2015-ին Հայոց ցեղասպանության նահատակներու սրբատասումով դարձյալ երկու վեապար հայրաբեդներու նախագահությամբ։ ժողովրդի մսավակները մենք պահանջադեր ենք, Թուրքիայում մեր իրավունքները կպահանջենք, միթե կարելի է լուր մնալ, միթե կարելի է մեր իրավունքները չպահանջել ցեղասպանեն, եթե մենք չպահանջենք մեր նահատակները պիտի անիծեն մեզ։ Հայ ժողովրդի բանջադիրությունը վեապար Հայրաբեդին հովաբեդական ծառայության առաջնահերթություններ են մեկը մնաց։ Ապրիլ 24-ի արիթով իր դված ասկայնաշունչ պատկամները, դերձոր գդարած այցելությունները, ժբեյլի մեծ ցեղասպանության որբերու նվիրված տանկարանի շինությունը, զանազան արիթներով հայտադի կձով իր որդեգրած ամուր գեցվածները, ումանավանդ բադմության մեջ առաջին անգամ լալով Թուրքիոս համանատրական տադարանի մոտ Մեծիդան Գիլիգիո գաթողիկոսության բացած թադը, բահանջելով Սիսի բադմական գաթողիկոսարանի վերաթարցը,
Հստակորեն ցույց կունան Մեծիդան Գիլիգիո Կաթողիկոսության ու վեհապար հայրաբեդին հանձնառությունը մեր ժողովրդի բանջարդիրական թադին նկատմամբ։ Մեր ժողովրդի պայքարը, արդարության պայքարը պիտի շարունակվի։ Հարյուրամյակը վերջագետը կամ վախճանագետը չէ։ Մեր ժողովրդի պայքարին այլ սկզբագետը, նոր պայքարին, նոր ռազմավարության, նոր բարտավարության, ոչ այսօրվան թուրք ղեկավարները մեզ չեն գտար վախցնել իրենց սպառնալիքներով։ Հայ ժողովուրդը մեր ժողովուրդ է, արի ժողովուրդ է, դողուն ժողովուրդ է, բանջարեղեն ժողովուրդ է։ Հայ մշակույթը մնայուն ներկայություն դարձավ վեհապար հայրաբեդին կյանքի մեջ իր վարդապետական օրերն սկսյալ։ Արդարև վեհապար հայրաբեդին հեղինակած բազմաթիվ գիրքերը հայերենով, անգլերենով ու ֆրանսերենով, որոնք նաև թարգմանված են այլ լեզուներու, անցնող 20 տարիներու Կաթողիկոսարանի գազմագերբած ցուցահանդեսները, յուրաքանչյուր տարի Կաթողիկոսարանի դպարանեն լույս տեսած հայրավոր հադորները վեհապարին նախաձեռնությամբ ու ներկայությամբ Կաթողիկոսարանին գազմագերբած համակումարները հրադարակչական հիմնադրամներու հաստատումը գվգային հայ մշակույթի առանցքային ներկայությունը վեհապար հայրաբեդին թե անձնական կյանքի մեջ եւ թե մերաթորին ծառայության մեջ։ Վեհապար հայրաբեդը նաև հատուկ կարևորություն ընձայեց ու գշարունակե ընձայել գրթական կյանքին, թեմերու մեր դպրոցներուն այցելություններ տալով, Կաթողիկոսարանեն ներս ուսուցիչներու պատրաստության մանկավարժական կենտրոնին աշխատանքներու մոդեն հետևելով, հայագիտական հատուկ դասընթացներու կազմակերպությամբ, ինչպես նաև արևմտահայերենի պաշտպանության խնդիր հանձնաժողովի առաջացումով եւ բազմաթիվ այլ աշխատանքներով։ Ընկերային ծառայությունը եւս հատուկ դեղ է ունեցած վեհապարին աշխատանքներու մեջ։ Իր թեմական այցելություններու ընթացքին վեհապարը հատուկ կարևորություն ընձայեց ձերանոցներու ու հիվանդանոցներու այցելության, որովհետև եկեղեցին, ինչպես հաճախ կշեշտե նորին սրբությունը, պետք է դառնա Փարի Սամարացի մեր ժողովրդի կյանքեն ներս գարիքավորներուն, հիվանդներուն ու անգարներուն օգտակար դառնալով։ Կաթողիկոսարանի անմիջական հովանավորության ներքև գործող ընկերային ու բարեսիրական հաստատությունները, ասկային ձերանոցը, թրջնոցբույնը եւ Ազունիայի հիվանդանոցը միշտ մնացած են վեհապար հայրաբեդին հոգածության առարգան։ Երդասարտությունը ընդհանրապես մեր ժողովրդին ու հատկապես մեր եկեղեցվո կյանքին մասնագից դարձնելը վեհապարը նկատած է հիմնական առաջնահերթություն։ Այս շրջակիցեն ներս վեհապար հայրաբեդը թեմերուն տված հովավետական այցելություններու ընթացքին հանդիպումներ ու երկխոսություն ունեցած է երդասարտության հետ, երդասարտության հատուկ գրասենյակ հաստատած Կաթողիկոսարանեն ներս եւ թելադրած, որ նույնը կատարվի գիլիկյան թեմերեն ներս եւ համալսարանական ուսանողներու կողքին համալսարանավարտներու համախումբ առաջացուցած վեհապար հայրաբեդը գահավատա թե երդասարտությունը սոսկ հայ ժողովրդի աբական չէ, այլ անոր ներկան իսկ է։
Նորին սրբությունը հատուկ կերպով գշեշտե գրոնական դաստիարակության գենսական կարևորությունը մեր կյանքերներս։ Ան ոչ միայն թելադրեց թեմերուն, որ առանցքային կարևորություն են ձայն գրոնական դաստիարակության գործնական կայլերու թիմելով, այլ նաև Գաթոյգո Սարանեններս վեապարը գրոնական դաստիարակության բաժանմունքը վերագազմագերբեց, նոր նախաձեռնություններու թիմելով եւ հատկապես շեշտելով գիրակնորյա վարժարաններուն թերը մեր մանուկներու ու բադանիներու գրոնական դաստիարակության ու գազմավորման մեջ։ Վեապարը նաև եղավ շինարար Գաթոյգոս։ Թիդեցեք բայձարագերբված Անտիլիասի մայրավանքը իր նոր շենքերով, հարգապաժիներով ու գրասենյակներով։ Թիդեցեք Բիգֆայայի Սուրբ Աստվածածին վանքը, դարձյալ նոր շինություններով, ընդարձակված փագով, նահատակած խորանով, հայ ժողովրդի վերազարթոնքի նվիրված շրջապագով եւ այլ շինություններով։ Բայձարագերբված է Մեդիդան Գիլիգիո Գաթոյգոսությունը ոչ միայն իր արտաքինով, այլև իր առաքելությամբ։ Ահավասիկ նորին սուրբ օդություն դերդեր Արամ առաջին Գաթոյգոսին իր բարերով հավատքի առաքելության եւ ազգային ծառայության ջամփուն վրա գդարած իրակորձումներուն ամփոփ պատկերը։ Վեհապարը հաջող կշեշտե թե եկեղեցին կարեղեն գարույց չէ, այլ ժողովուրդն է։ Եկեղեցին վայր չէ, այլ առաքելություն է։ Այս հաստատ մոդեցումով եւ խոր համոզումով անցնող 20 տարիներուն Վեհապարը Մեդիդանն Գիլիգիո Գաթոյգոսության ջամփով ծառայեց եւ գշարունակեց ծառայել մեր եկեղեցվո, մեր հայրենիքին, մեր ազգին եւ մեր քերակույն արժեքներուն եւ ցկտումներուն գենսակորցման։ Վեհապար հայրաբեդին գմախտենք եկեղեցաշեն եւ ազգանվեր նորանոր իրակորձումներով հարուստ երկար քաղաքալություն։